Տիկին Ռիմա, մարդիկ ինչպես ճանաչեն ձեզ, դուք եթե ինքներդ ձեզ բնորոշելու լինեք, ինչպես կբնորոշեք, ինչպես կներկայացնեք։ Ես ուզում եմ ասել, ես որ պիտի գայի, դուրս եկա ստեսություն ասելու ծանոթներին, որ գնում եմ Հայաստան։ Մի ռուսկին, որ առանձնապես մոտ ծանոթ չենք, ուղղակի բարևել ենք, մի քանի բառ զրուցել ենք, կողքից լսել եմ, որ իմ մասին շատ լավ է խոսում, նրան էլ ստեսյունարի երեխայի բանը ձեռքին գնում էր, կանգնեց, որ իմացավ գնում եմ, մի քանի շոյող խոսք ասեց ու ասեց դուք ինձ համար հայերի էտալոնն եք, հայի, ես հայերին ճանաչում եմ ձեզանով և այնքան ինձ դուր եք եկել, որ ինձ թվում է բոլոր հայերը այդպես լավն են, հիմա չգիտեմ, այդ բանը ինձ ոգևորեց ու ես նույնիսկ ինքնաթիռում գալիս, ինքնաթիռը ուշացումով էր գալի կես ժամ, բարձրացել ենք, ես կանգնեցի ու խոսքը ուղղեցի ժողովրդին, խնդրեցի, որ իրանց այնպես պահեն դրսում, ուրիշների մոտ, ներսում էլ ամենտեղ, որ մարդիկ նրանցով ճանաչեն ազգին, որովհետև վատ արարքը նույնպես ճանաչել կտա և վատ կողմերով, հատկապես արտերկրում։ Տիկին Ռիմա, միանգամից անդրադառնանք ձեր բնակության վայրին, դուք արդեն որոշ ժամանակ ապրում եք արտերկրում, արդյոք կան տարբերություններ կենսակերպի հայտարարեցների 60 և ավելի տարեկան կենսաթոշակառու անձի և որ Մոսկվայում, եթե համեմատենք և Երևանում, ինչպես է անցնում ձեր առօրյան այնտեղ։ Ճիշտն ասած, ինձ հարգում են գուցե որպես մեծի առավել, հետո որ զրուցում են ինձ հետ, միշտ ասում են, մենք չենք կարող հավատալ, որ դուք այդ տարիքի եք, որովհետև շատ ստապ միտք ունեք, լավ եք խոսում ամեն ինչի մասին, չգիտեմ, ճիշտ են ասում, թե ուղղակի քաղաքավարություն են անում, բայց Հայաստանում էլ ավտոբուսից, որ իջնում եմ, պիտի իջնեմ, ինձ անպայման շնորհակալություն ասում իջնողը կամ ես իջնելիս ասում են շատ հաճելի էր ձեզ հետ, չգիտեմ ճիշտ են ասում թե չէ։ Ճիշտ են ասում։